Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորը վայրեջք է կատարել ռուսական օդանավակայանում ու տեղնուտեղ է ձերբակալվել, հետո ադրբեջանցի չինովնիկին հետ են ուղարկել իր հայրենիք, ասել են ձեր մուտքն արգելված է։ Սկանդալը դիվանագիտական նշանակություն ստացավ, երբ պարզվեց, որ պատգամավորին Ռուսաստան են հրավիրել հենց իրենք տանտերերը Ալիևներից Հեյդարին նվիրված միջոցառումներին մասնակցելու, սակայն հենց ռուսական կողմն էլ Մոսկվայի օդանավակայանում նրան թույլ չի տվել նստել Աստրախան թռչող ինքնաթիռը։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե իրենց Բադամովին ռուսական կողմը ոչինչ չի պարզաբանել։ Մենք դիմել ենք Ռուսաստանի արտգործնախարարություն, պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ դեպքը կհետաքննվի, բայց պատճառները չի բացատրել։ Բաքուն սա համարում է ոչ բարեկամական քայլ եւ սպասում է Ռուսաստանից պարզաբանումների։ Այն, որ պատգամավորի հետ կապված միջադեպը քաղաքական տարրեր ունի, առաջինը սկսեցին գրել ադրբեջանական լրատվամիջոցները, ենթադրում են, որ միջադեպը տեղի է ունեցել Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի հասցեին Բադամովի հայտարարությունների պատճառով։ Ամիսներ առաջ, երբ Բաքուն որոշեց փակել ռուսական տունը, Վալուևը սոցկայքում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ադրբեջանցիների հասցեին։ Բադամովը նույն ոգով ու տոնով հակադարձել էր նրան։ Մոսկվա-Բաքու հարաբերությունները հալած կարագի պես չեն, քաղաքագետն է հիշեցնում, դրանք հատկապես սրվեցին, երբ ղազախական Ակտաու քաղաքի մոտ կործանվեց ադրբեջանական ինքնաթիռ։ Պաշտոնական Բաքուն մեղադրեց Մոսկվային, այստեղ էլ իրադարձությունները սկսեցին ծավալվել։ Տեղեկություններ կան, որ այդ ռուսական ռեփ համակարգը, ռադիոէլեկտրոնային տեղորոշիչ կայանները փորձել են խլացնել նաև Ալիևի ինքնաթիռի այդ արբանյակային կապը։ Ինչ որ ներգործություն են ունեցել նաև Ադրբեջանի նախագահական ինքնաթիռի վրա, Ալիևի նեղացվածություն Ռուսաստանից հենց սրա հետ են կապում։ Հետո տեղի ունեցավ Ադրբեջանում ռուսական տան հետ կապված միջադեպը, որին ադրբեջանական պետական հեռուստալիքը լրտեսության մեջ մեղադրեց։ Այդ ժամանակ դարձյալ շահագրգիռ կողմերը սկսեցին քննարկել, ինչու է Ալիևը փչացնում հարաբերությունները Մոսկվայի հետ։ Հիմա նորից նույն քննարկումն է հասունանում։ Ինչու է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը Մոսկվայից այսպիսի կոշտ ռետորաբանությամբ պատասխաններ պահանջում։ Քաղաքագետն ասում է, որքան էլ մեկ սրվում, մեկ փափկում են այս երկրների հարաբերությունները, ամեն դեպքում փոխադարձ շահեր կան, որ անդառնալիության կետին չեն հասցնում։ Ալիևյան ոչ է դիվանագիտություն խաղալ բոլորի հետ։ Ռուսաստանին ակնհայտապետք է այս փուլում Ադրբեջանը, Ադրբեջանից ինչ շահեր ունի եւ չուզում հարաբերությունները այդպես կտրուկ արտասնել։ Դրա համար նույնիսկ ռուսները շատ նույնը աչք են փակում եւ Ալիևն էլ օգտվելով դրանից հետո կարողանում է այսպես ասած ակրորանալ։ Ադրբեջանը գնում է ռուսական գազը, դա օգտագործում իր ներքին պահանջների համար, իսկ սեփական գազը արտահանում Եվրոպա։ Եվ քանի դեռ կան տնտեսական փոխադարձ շահերը ու փողը հարց է լուծում, ենթադրելի է, որ չի գաղտնազերծվի քաղաքական սևարկղը։ Պատգամավորական ոչ բարեկամական այս սկանդալը կտրուկ հայտարարություններ կգեներացնի, բայց նավթն ու գազը անխոչնդոտ տեղ կհասնեն։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։